Ինչպես եք գնահատում Հայաստանի առաջընթացը, դուք հակասական գնահատականներ եք ստանում իշխանություններից եւ ընդդիմությունից, ձեր կարծիքով Հայաստանն առաջ շարժվում է, ինչպիսին է ձեր գնահատականը։ I'm still going to benefit from the discussion with opposition later today and tomorrow with the civil society. Այսօր եւ վաղը ես պատրաստվում եմ հանդիպումներ ունենալ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ։ Առաջընթաց անկասկած կա։ Միևնույն ժամանակ, թեև ես տեսնում եմ բարեփոխումների ուղղությամբ շարժվելու մտադրություն, իհարկե, վերջին ընտրությունների պատճառով մի շարք կարևոր քայլեր իրականացումը հետաձգվել էր, եւ այսօր ես իշխանությունների զրույցում նշեցի, որ այժմ, երբ ընտրական այս շրջանն ավարտվել է եւ առաջիկայում շատ շուտով սպասվում է ասոցիացիան համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի ավարտը, ժամանակն է, որ Հայաստանը մեզ կոնկրետ քայլերով ցույց տա իր մտադրությունների լրջությունը։ The time has come for Armenia to show through the concrete steps the seriousness about its reform engagement. Are you confident that Vilnius-ի համաժողովի մասին դուք վստահ եք, որ ասոցիացիան համաձայնագիրը այնտեղ կնախաստորագրվի։ We're not talking about signing, we're talking about initially. Yes, initially. About initially. Yes. I have Տեսեք, ես վստահ եմ, որ երկու կողմերն էլ, թե հայկական կողմը, թե Եմեն, կարող են ամառվա ընթացքում հաղթահարել վերջին 1-2 խնդիրները, որոնց շուրջ դեռ համաձայնություն չկա։ Այն բանից հետո, երբ դա կարվի, եւ ես դրանում կասկած չունեմ, մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի ասոցիացիան համաձայնագիրը պատրաստ լինի Վիլնյուսի համաժողովում նախաստորագրման համար։ Դրանից հետո մի քանի ամիս անհրաժեշտ կլինի տեխնիկական բնույթի մի շարք գործընթացներ իրականացնելու համար։ Նկատի ունեմ իրավական բնույթի ձևակերպումների համապատասխանեցումը, թարգմանությունները եւ այլն, բայց ես հույս ունեմ եւ մենք մեզանից կախվածը կանենք, որպեսզի այն ստորագրվի։ Much and we will do our best. The current commission that it's being signed while still the commission is in place. Հանձնակատար, կարող եք երկու բառով ասել Հայաստանի քաղաքացիները ինչ կոնկրետ օգուտներ կստանան այս համաձայնագրի ստորագրումից։ Նպատակն է Հայաստանում կառուցել Եվրամիություն, այսինքն, եթե դուք ընդունում եք, որ Եվրամիությունը դա նշանակում ավելի լավ ապրելակերպ, ոչ միայն բարգավաճության, տնտեսության, այլ նաև մարդու իրավունքների օրենքի գերակայության առումով, ապա նպատակն է Հայաստանում Եվրամիության օրինակով կառույցներ ունենալ, որից կօգտվեն հայ հասարակության բոլոր շերտերը։ Economic dimension, but it's also about the human rights, the rule of law. Then you know what I'm talking about, building more of the European Union in Armenia, I think to the benefit of the whole Armenia, of all the Armenians. Thank you very much. Thank you very much. Thank you. Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական միության ընդլայնման եւ հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին։ Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են խոսել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների, այդ հարաբերություններում առանցքային տեղ զբաղեցնող արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության եւ ասոցիացիան համաձայնագրի ու դրա մասը կազմող խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտու բանակցությունների ընթացքի մասին։ Կողմերը գոհունակությամբ են նշել շարժունակության ոլորտում համագործակցության առաջընթացը, ընդգծելով, որ ստորագրվել եւ այժմ վավերացման փուլում են գտնվում վիզաների դյուրացման եւ հետընդունման վերաբերյալ համաձայնագրերը։ Եվրոպական միության ընդլայնման եւ հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն խոսել է նաեւ Վիլնյուսի արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին։ Վիլնյուսի գագաթնաժողովը, հիշեցնենք, նախատեսված է նոյեմբեր ամսին։ Ֆյուլեն հույս ունի, որ Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում կնախաստորագրվի ասոցիացիան համաձայնագիրը։ Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու եւ նոր թափ հաղորդելու մի շարք ուղղություններով երկրում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին, ակնկալելով դրանց իրագործմանը ցուցաբերվող աջակցության ընդլայնում։ Արագածոտնի մարզի Արագած, Արայի, Ծաղկաշեն, Շենավան, Վարդենուտ գյուղի թոշակառուները արդեն մեկ շաբաթ է հրաժարվում են ստանալ իրենց կենսաթոշակները։ Այսօր առավոտյան նրանք փակել էին Երևան-Ապարան ճանապարհը ու պահանջում էին, որպեսզի իրենց կենսաթոշակները շարունակի բերել գյուղի փոստատարը եւ ոչ թե հայ փոստի շրջիկ մեքենան։ Բերել են մեզ, սարքել են քուչի մարդ,
ասում են թոշակը կբերենք, կանգնեք քուչեն, օրվա մեջ մի ժամ թոշակ ստացեք։ Մեր գյուղը կա 480 թոշակառու։ Եթե յուրաքանչյուր մեկ մարդը 5 րոպե ծախսի, մեր թոշակը կբաժանվի առնվազն մի ամիս կես։ Որովհետև ասում եմ, մի ժամ կանգնեմ, ինչքան կարողացա, այդքան ուրեմն կսպասարկեմ, թողեմ գնամ։ Ասում եմ, ես 20 օր գնամ կգամ։ Եկ 20 օր հիմա մեկը, ասենք, քաղաքում մեկը հիվանդ է, ոտք գնա գրասենագիտուր թոշակ ստանա։ Այդ հիմա է, հացաները, որ 2 մետր ծունակ անես, այդ 2 մետր ծան դեպքում, ոնց է հնարավոր ինվալիդ մարդ։ Որ բերում են գյուղի մեջ բաժանում են, հենց ձեր չի դել, ես օրինակ ինվալիդ մարդ եմ, չեմ կարելի թա, ընտել այդ փոստալով բերում է տունը բաժնում է։ Տալիս էլ իրանք գալիս են 45 րոպե կայնում են, չեն կացնում, կարող է դաշտեր իլենք, ես իլենք, ձմեռենի են կարա, հետո ասեն ճանաչում են իրանք իրար տղուն էլ եթե ուղարկի, կտան են ասում, պասպորտս կտամ, երեխի Գյուղացիներն ասում են, որ իրենց համար կարևոր է, որպեսզի շուտ ստանան կենսաթոշակը, քանի որ ամսվա վերջին խանութից պարտքով սնունդ են վերցնում, պայմանով որ կվճարեն կենսաթոշակը ստանալուն պես։ Մենք փորձեցինք Հայփոստից ճշտել, թե ինչու այս ամսվա կենսաթոշակը վերահիշյալ գյուղերում բաժանելու է ոչ թե փոստատարը, այլ Հայփոստի շրջիկ մեքենան։ Հայփոստի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը պատասխանեց, որ նոր փոստմոբիլ կոչվող ծրագիր է իրականացվում, որը սկսել է այս գյուղերից եւ հետագայում կտարածվի բոլոր փոքր գյուղերի վրա։ Իսկ նպատակն այն է, որ բացի կենսաթոշակ ստանալուց, գյուղերում մարդիկ հնարավորություն ունենան օգտվելու այլ տարբեր ծառայություններից։ Դե իսկ իրենք գյուղացիներն ասում են, որ փոփոխություններ չեն ցանկանում ու ավելին կարծում են, որ այս ամենը իրենց կենսաթոշակներից 500 դրամներ հավաքելու եւ մեկ տեղում կենտրոնացնելու միջոց է։ Մենք ասում ենք, մեր նույն ձևով այմար, եթե մեր մասին եք մտածում, բարելավում եք մեր կյանքը, չգիտես մեր ապրելակերպը։ Շնորհակալ ենք այմար, մենք նույն ձևով եք։ Հիմա, բայց փաստորեն այսօրվա ձեր ակցիան ոչ մի արդյունք չտվեց, հա? Մեր ակցիան են արդյունք տվեց, որ Շամշյանը նկարեց, հետո ասեց գնացեք Երգորից զանգի կնձի բարից կերգենում է Երգորից հետո չեն տա, ասում ենք փողը տվեք մեր գյուղի փոստալուն բաժանենք, չեն տա, ասում ապուտին մենք բաժանենք, որովհետև սա ծրագիր է, բիզնես կամիջ։ Գյուղացիներն ասում են, որ նորից կփակեն ճանապարհը եւ խոստանում են պայքարել այնքան ժամանակ, մինչեւ չբավարարվեն իրենց պահանջները։ Այո կփակենք, նորից կանք փակենք։ 3 ժամից Էլի կփակենք, էլի կանք փակենք արխայինակ։ Մենք մշեցինք ենք, մակու մշեցինք ենք։ Մեր մեզը մշեց եկած, մենք մշեց։ Իսկ որ փակեցիք, հետո ով եկավ ձեզ մոտ, ինչի բացեցիք։ Մեր մի պետեգան, մի պետեգան, դա խնդրելու մեկ է ճարբար բացեց։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատերազմ է հայտարարել Դաշնակցությանը։ Այս մասին Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, նշելով, որ այդ պատերազմի շրջանակներում վարչապետը մամուլում Դաշնակցության մասին կեղտոտ բամբասանքներ է պատվիրում։ Նշենք, որ մամուլը գրել էր, թե Դաշնակցության ներսում լուրջ դժգոհություններ կան, մասնավորապես, որ փորձեր են արվում ՀՅԴ բյուրոյի ղեկավարի պաշտոնից հեռացնել Հրանտ Մարգարյանին։ Պատասխանելով Ազատություն ռադիոկայանի այն հարցին, թե արդյոք դաշնակցականները դժգոհում են իրենից եւ իսկապես լուրջ խմորում են տեղի ունենում ավանդական կուսակցությունում, Հրանտ Մարգարյանն ասաց, որ իսկապես հարցեր եղել են, մասնավորապես դժգոհություններ ընտրություններում Դաշնակցության գրանցած արդյունքներից, բայց դրանք արդեն լուծվել են եւ այսօր որևէ խնդիր չկա։ Այնինչ մամուլում գրվում է, որևէ առնչություն չունի իրականության հետ, դրանք դրսից գործադրվող ճիգեր են Դաշնակցության մեջ ճեղքեր գտնելու եւ խնդիրներ հարուցելու համար։ Խոսքը տվյալ դեպքում ըստ Հրանտ Մարգարյանի վարչապետին է վերաբերում։ Մենք ոչ սիրահարված ենք եւ ոչ էլ ատում ենք այդ վարչապետին, բայց ձախողակ վարչապետ է եւ դրա համար այս մեթոդներն է օգտագործում իր հարցերը կարգավորելու համար, մեզ այդ զրույցում փոխանցեց Հրանտ Մարգարյանը։ Վարչապետը մի քանի առիթով բացի հայտարարել է, որ ինքը պատերազմ հայտարարության շնորհիվ մարդը որ թույլ է տկարը այս միջոցներով է փորձում
հասցեր լուծել։ Մինչդեռ վարչապետի խոսնակ Հարություն Բերբերյանը Ազատություն ռադիոկայանի խնդրանքով արձագանքելով Դաշնակցության բյուրոյի ներկայացուցչի հայտարարությանը փոխանցեց, որ զարմացած են, թե ընդհանրապես ինչ պատերազմի մասին կարող է խոսք գնալ եւ ինչ նկատի ունի պարոն Մարգարյանը։ Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի ներքին զարգացումներին, ապա դրանք կուսակցության ներքին խնդիրներն են եւ Տիգրան Սարգսյանը հանդիսանալով հանրապետական կուսակցության փոխնախագահ այլ կուսակցությունների խնդիրներով չի զբաղվում։ Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ներկայացմամբ մի քանի օրից արդեն պարզ կլինի գազի սուբսիդավորման հարցը։ Ինչպես հայտնի է, հուլիսի 7-ից ուժի մեջ մտան գազի ու էլեկտրաէներգիայի նոր սակագները եւ մասնավորապես գազի մասով բնակիչները պետք է այլևս 1 խորանարդ մետրի համար վճարեն 156 դրամ, նախկին 132-ի փոխարեն։ Կառավարության ներկայացուցիչները, այդ թվում վարչապետը, էներգետիկայի ու բնական պաշարների նախարարը բազմիցս հայտարարել են, թե կառավարությունը միջոցներ է հատկացնելու գազի նոր գինը սուբսիդավորելու համար։ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում օրինակ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց, թե բանակցություններ են վարում Ռուսաստանի հետ դրամաշնորհ ստանալու նպատակով, որպեսզի կարողանան իրականացնել սուբսիդավորումը։ Մի քանի օրից կասենք, բանակցությունները ավարտական փուլում են, մի քանի օրից կասենք։ Դա գրանտ է լինելու, պարոն նախարար։ Մի քանի օրից կասենք։ Իսկ չափը կարող եք ասել, ասում են 150 միլիոն դրամի հետ կապված դոլարի կներ։ Մոտորապես 150 միլիոն դոլար։ Իսկ 5 տարի։ Ինչի համար։ Դրա դիմաց Հայաստանը 20% տալու է Հայրուս գազարդում իր բաժնը։ Բանակցությունները կավարտենք, Իսկ որոտանի հետ կապված ինչ նորություն կա Կասկադի։ Այս բանը որից է բան չի։ Իսկ միայն շարունակում են հետաքրքրվել ամերիկյան կազմակերպություն, իսկ ռուսները հետաքրքրվում են դրանով։ Նոր են սկսել հետաքրքրվել։ Չէ, միշտ էլ հետաքրքրվել։ Իսկ ավելի շատ հետաքրքրվեցին այն ժամանակ, երբ որ ամերիկացիները հետաքրքրվեցին, թե մինչև հետել։ Միշտ էլ հետաքրքրվել։ Կրկին հնչեց այն հարցը, թե հնարավոր չէր արդյոք խուսափել ռուսական գազի թանկացումից, մանավանդ որ Հայաստանն ունի այլընտրանքային գազամուղ Իրանից եկող։ Գազի գինը չփոխելը դա մեզնից կախված չէ, ուրիշ երկրի արտադրանք է, ապրանք է, որը իրացնում է իր համար, իր ընդունված կանոններով։ Երևանում հասարակական տրանսպորտի ուղևորավարձերի վերանայման նպատակով շուրջ 15 հայտ է ներկայացվել քաղաքապետարանի տրանսպորտի վարչության, այդ մասին այսօր Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասաց վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։ Նկատենք, որ կազմակերպություններ կան, որոնք սպասարկում են 10-ից ավելի երթուղիներ, այսինքն եթե հաշվարկենք երթուղիներով, ապա խոսքը մոտ 30 երթուղու մասին է։ Տարբեր կազմակերպություններ, տարբեր գին են առաջարկում, բնականաբար այդպես էլ պետք է լինի, որտեղ մի երթուղի մի քիչ շահութաբեր է, մի երթուղի մի քիչ ավելի քիչ ուղևորականակ ունի, այսինքն ուղևորականակի շատ եւ քիչություն կա, որի պատճառով էլ կարող են տարբեր լինել, բայց քանի որ Երևան քաղաքը ունի սպասարկման ոլորտում այնպիսի կարգավիճակ, որ հնարավոր չի մի գիծը ավելի էժան դնել, մյուսը ավելի բարձր, բնականաբար սահմանվում է ուղևորված։ Այն երթուղիները, որոնք որ ավելի բարձր ուղևորված կսահմանեն, նրանք հետագայում փակման վտանգի տակ կկանգնեն, որը ձեռնատու չի ոչ քաղաքացիներին, ոչ սպասարկող։ Մետրոն կարծում եմ, որ չի թանկանա, որովհետև 1 տարի կես առաջ է ուղևորացի փոփոխություն եղել։ Նավասարդյանի խոսքով տնտեսվարողներն իրենց դիմել են ուղևորավարձերը 140-ից մինչև 200 դրամ թանկացնելու նպատակով։ Ըստ պաշտոնյայի ուղևորավարձերի հնարավոր փոփոխություններին առնչվող քննարկումները կավարտվեն առաջիկա օրերին։ Ինչ վերաբերում է մարզային տրանսպորտի ուղևորներին, ապա տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի խոսքով դրանց թանկացումն անխուսափելի է։ Ըստ Բեգլարյանի, սակայն դեռ ոչ մի կազմակերպություն իրենց այդ հարցով չի դիմել։ Նախարարությանը ուղևորցի թանկացման հարցով չի դիմել նաեւ Աբովյան-Երևան երթուղին սպասարկող King the Lux ընկերությունը։ Հիշեցնենք, որ այդ ընկերությունը մտահոգություն էր հայտնել Ծառուկյան բարեգործական հիմնադրամի կողմից Աբովյան-Երևան երթուղին սպասարկող բարեգործական երթուղու հետ կապված։ Պետք է ամեն մարդ ոք հասկանա, որ ներդրումներին չպետք է խանգարվի, մանավանդ ներդրումները կատարվում են մեր հարաբերության մեջ։ Ամեն ոք պետք է հասկանա, խոչընդոտելը դա այն քայլը չի, որ վայելա մեզ է։ Եթե անում ենք բարեգործություն, ուրեմն պետք է լինեն մեքենաները 100% լավ մեքենաներ։ Բարեգործություն ենք անում շատ հնամաշված մեքենաներով, անունը դրել ենք բարեգործություն, բայց Աստված մի արածի մի բան լինի այդ բարեգործություն ծառայած մեր կողմից այդ ժողովրդի նկատմամբ։ Հիմա մենք պետք է բարեգործներին էլ ասենք, որպեսզի եթե կլինեն այս կարգի մեքենաներ, կարող եք բարեգործություն անել, եթե չէ,
ուրեմն վճարեք մարդկանց այդ ուղիները սպասարկող, թող իրենք անեն բարեգործություն։ Գազի գնի թանկացմանը զուգահեռ հուլիսի 7-ից Վանաձորում թանկացել են տաքսի ծառայությունների գները։ Մասնավորապես այժմ 1-ից 5 կիլոմետրի համար ուղևորը վճարում է 600 դրամ, նախկին 500 դրամի փոխարեն, իսկ հաջորդ ամեն մի կիլոմետրի համար 120 դրամ, նախկին 100 դրամի փոխարեն։ Իսկ երթուղային տաքսիների գները դեռևս նույնն են։ Ներմարզային երթուղիների թանկացումներ հնարավոր են, եթե լինի ընդհանուր որոշում կառավարության կամ տրանսպորտի նախարարության կողմից։ Իսկ ընդհանրապես թանկացումներ, որպես այդպիսին մրցույթային կարգում բացառված են, կազմակերպությունները, որոնք շահել են մրցույթը կոնկրետ ժամանակահատվածով 3, 4 կամ 5 տարով, իրենց կողմից առաջադրված փոխադրման գինը պարտավոր են պահպանել մինչև պայմանագրային ժամկետի վերջը։ Որևէ մեկը չի կարող կամայական գին բարձրացնել, ասում է Գևորգյանը եւ ավելացնում. Ասել եմ, եթե չի արդարացնում երթուղին, կարող են հրաժարվել մասնակցել նոր մրցույթի նոր գին առաջարկելով։ Զրուցեցին քաղաքի երթուղային տաքսիների վարորդների հետ։ Գրեթե բոլորն ասում էին, որ ուղևորցի թանկացման դեպքում ավելի վատ կլինի։ Մարդիկ կդադարեն օգտվել տրանսպորտից։ Ի վնաս վարորդների մարավ։ Այդ վնաս վարորդների մարավ։ Գազը թանկ, ամեն ինչը թանկ, հերթականության պատճառ զապչաստը թանգանում է, գազը թանգա, օրվա ամեն ինչը։ Գազը բարձր է, չեն կարող տեղավորվենք։ Որ ուղևորցը թանկացնեն կտեղավորվեք։ Չէ, ավելի վատ։ Ինչ տարբերություն։ Դու ժողովուրդ արդեն ոտով տեն գնալ, չեն կարող նստել։ Հիմի չեն նստում, դու կնստեն ժողովուրդը։ Ձեռներն փող չկա, կոպեկ չկա ժողովրդի։ Որ բրցածը вообще նա դարդակը ոչ մանտեն գալ, նա մեզ տանը տենք են ծերը բերտենք էսեր մեզ։ Ավելի լավ կլինի, եթե գազի գների բարձրացման դեպքում ուղևորցը մնա նույնը, ու մեր պլանները մի քիչ իջնի, ավելի ձեռքը տա համ մեզ, համ ժողովուրդ։ Ինչքան է ձեր պլանը, օրական ինչքան եք վճարում։ Դե մի դա ինչ կարող։ Չէ, դա մեր գործն է, ներքին կուխնյա է, ընդհանրապես տենց ավելի ձեռքը տա համ մեզ, համ ժողովուրդ։ Հարկերը հնարավոր չի իջացնել, հարկերը ոնց կարան իջացնել։ Հարկերը եթե իջացնեն, ուրեմն հարկային տեսությունն էլ պետք է իր հարկերն իջացնի։ Որ գծիտերը կարենան իրանց հարկերն իջացնել։ Եթե հարկային իր հարկերը նույն ձևի թողը մա, գծիտերը ոնց կարա հարկեր իջացնել։ Պենսիոնի ամուծեմ, հարկային ամուծեմ, այն մարդը ոնց կարա տեղավորվի։ Գծիտերը ոնց կարա տեղավորվի։ Ուրեմն պետք է ասկել մի հարկային իր բանը իջացնի իր վարձը, որ նոր գծիտերը իր անկումները կարենա, ինքը տեղավորվի, ինքն էլ իր գծի փողը իջացնի։ Նշեմ, որ շատ վարորդներ թեև չցանկացան տեսախցիկի առջև խոսել, սակայն ասացին, որ պատրաստվում են թողնել աշխատանքը։ Վահե Հակոբյանը նախագահ դառնալու նկրտումներ չունի։ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Սյունիքի նորանշանակ մարզպետն ասաց. կատակը կատակ, բայց այժմ ինքը լրջորեն պատրաստվում է մարզպետի իր պարտականությունների կատարմանը։ Հիշեցնեմ, Հակոբյանին նախագահի աթոռին ցանկացել էր տեսնել նրա հայրը, Քաջայանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ով Սյունիքի մարզպետի պաշտոնում որդու նշանակման առիթով հայտարարել էր, որ մարզպետը դեռ քիչ է, մեր տղան ավելի բարձր պաշտոնների գնալու, սա դեռ փոքր է։ Մաքսիմ Հակոբյանը որդուն ուզում է տեսնել նախագահի պաշտոնում։ Ես չեմ կարծում, որ լինի մի ծնող, որ իր երեխայի հաջողություններով չուրախանա։ Դա իսկապես անհասկանալի կլինի։ Հիմա կարող է դառնալ ամենօրյա նախագահ։ Այսօր ես իսկապես ողջավորված ուզում եմ Սյունիքի մարզպետի պատասխանատվությունները լիարժեք իրականացնել եւ հաջողություններ ապահովել։ Վահե Հակոբյանը 36 տարեկան է, ծնունդով քաջարյանցի է, բայց պատգամավոր դառնալուց հետո Երևանում է բնակվում։ Ասում էր Սյունիքի հետ կապը չի կորցրել, խնդիրներին էլ իբրև Սյունիքի թիվ 38 ընտրատարածքից ընտրված պատգամավոր լավ ծանոթ է։ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավարման շրջանում Սյունիքում արդյոք արդարության պակաս վախի մթնոլորտ կար, սյունեցին վախեցած չէ, հավաստիացրեց մի քանի ժամ Սուրիկ Խաչատրյանի նախկին պաշտոնը զբաղեցնող Հակոբյանը, բայց եւ չթաքցրեց բացթողումներ էլ կան։ Ցանկացած խնդիր իրականացնելուց կարող են լինել նաև սխալներ, թերացումներ, ինչու՞ չէ, ձեր նշած նաև արդարության
հետ կապված խնդիրներ, բայց համատարած այդպեսի գնահատական տալ ես ճիշտ չեմ համարում։ Սուրիկ Խաչատրյանի եւ իրենց ընտանիքների միջև ասած եւ մտերմություն է եղել եւ սառը հարաբերություն։ Հիմա դրանք ինչպիսին են հարցրի։ Մեր եղել են ընկերական, մարդկային հարաբերությունները եւ ժամանակ առ ժամանակ եղել է որոշ ժամանակ, որ սառած եղել է հարաբերությունները։ Նորմալ աշխատանքային, մարդկային, նորմալ հարաբերություններ։ Ոչ։ Շրջանում նորմալ մարդկային հարաբերություններ, որը խնդիր չէ։ Դուք հանդիպել եք դեպքից հետո Սուրիկ Խաչատրյան։ Ոչ։ Նման ցավալի դեպքեր մեր հասարակությունում չպետք է տեղի ունենան։ Այսպիսի պատասխան տվեց նախկին մարզպետի տան մոտ 40 օր առաջ տեղի ունեցած սպանության դեպքի վերաբերյալ Սյունիքի ներկայիս մարզպետը։ Ես զերծ եմ մնում որևէ մեկնաբանություններից եւ իսկապես իրավական գնահատական կսպասենք բոլորս։ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձություններին ըստ Բուդաղյանների նախորդել էր խնջույքը, որին ներկա էր եղել նաև Վահե Հակոբյանի հայրը։ Այս խնջույքից հետո էլ ըստ Ավետիք Բուդաղյանի հոր Սուրիկ Խաչատրյանն ու նրա վարորդը ծեծել էին ավելի ուշ սպանված Ավետիքին, ցանկանալով խլել ունեցվածքը։ Դուք պաշտոնապես մի արդատեր եք, այդպիսի հայտարարագիր եք ներկայացրել, եւ հիմա կարող եք ասել ձեր պաշտոնավարման շրջանում հնարավոր են այդպիսի դեպքեր եւ դուք մեծ ունեցվածք ունեք, ձեր հայրը Մաքսիմ Հակոբյանը հայտնի է, որ մեծ ունեցվածք ունի Սյունիքի մարզում, Խնձամոլիբդենային գործարանն է ղեկավարում։ Կարող եք այսպես ասել, որ ձեր պաշտոնավարման տարիներին այդ ունեցվածքի, չգիտեմ, խլելու, վերա այսպես բաժանման խնդիր չի առաջանա Սյունիքի մարզում։ Դա տարիների աշխատանքի արդյունք է եղել, նաև իմ հոր, այն ինչ-որ աշխատել ենք, վաստակել ենք, դա մերն է, ուրիշի ունեցվածքի վրա աչք չունենք, ընդհակառակը մենք պետք է որպես մարդկանորը նաև պետք է միջավայր ապահովենք, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան լրացուցիչ, ցանկություն ունենան լավատեսական տրամադրություններով, օպտիմիզմով կարողանան գան Սյունիքում ներդրում անեն։ Սուրիկ Խաչատրյանի հետ նշանակման առիթով չեն կարող խնդիրներ առաջանալ, համոզված ասում էր Վահե Հակոբյանը։ Կառավարության որոշ բան նշանակել են թափուր պաշտոնի համար նշանակել են ինձ որպես Սյունիքի մարզպետ եւ ես պետք է իրականացնեմ Սյունիքի կառավարության բոլոր գործառույթները տարածաշրջանում եւ որևէ խնդիր ես չեմ տեսնում։ Եթե Սուրիկ Խաչատրյանը վերադարձավ մարզը ապրելու, դա խնդիրներ կարող է առաջանալ։ Իհարկե ոչ։ Լավ կլինի, որ ինքը մարզում էլ ապրի, այստեղ խնդիր չեմ տեսնում։ Ինչի համար լավ կլինի։ Որտեղ ուզում է թող ապրի, բայց կարծում եմ, որ ինքը տարիներ շարունակ այդ մարզը ղեկավարել է։ Դրանից հետո թող մարզում ապրի, ինչ խնդիր կա։ Արցախյան պատերազմի մասնակիցներ, պահեստազորի 5 զինվորականներ այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեցին, որ 1 ամիս առաջ դիմել էին վարչապետին, որպեսզի իրենց հիմնականում սոցիալական խնդիրներին լուծում տրվեր, բայց խոստացված ժամկետն անցել է եւ մինչեւ այսօր որևէ պատասխան չկա։ Պահանջում ենք, խնդրել է եղել 20 տարի առաջ, մենք չենք խնդրում։ Խնդրում են այն բանը, ինչը որ տվյալ քո ընկերոջից դու կարաս խնդրես, բայց պետությունից պետքա պահանջես։ Այսօր ամբողջ խնդիրները զուտ պահանջատեր են բոլոր ազատամարտիկները, զոհված ընտանիքները եւ բոլոր այն տղաները, որոնք որ մեծ լումաներ ունեն այսօր։ Մենք հաղթանակած երկիր ենք, բայց մենք մեր երկրի մեջ զգում ենք որպես ստրուկ, որոնք որ անուշադրության մատնված են տղաներ այսօր կառավարության կողմից։ Մենք մեր պետությանը շատ ենք սիրում ու հարգում, բայց թույլ չենք տա անտարբերություն մեր նկատմամբ։ Ամբողջ տղաների սա միտքն է։ Սա օրենքը նախատեսնված է բոլոր ազատամարտիկների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքների համար։ Ոչ մեկ թող չվերցնի տվյալ օրենքը չսեփականաշնորի, որոշակի քաղաքական եւ այլն մարդկանց համար։ Ըստ նրանց այսօրվա բարոյահոգեբանական մթնոլորտը չէին ունենա, եթե լուծվեին պատերազմում արյուն թափածների սոցիալական խնդիրները։ Հենց այստեղ զինվորականներին խնդրեցինք վերհիշելով Վահե Ավետյանի սպանության եւ Արտակ Բուդաղյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու փաստերն ու բանակում սպանությունների կամ ինքնասպանությունների դեպքերը, խոսել այն մասին, թե ըստ իրենց որքանով են այսօր Հայաստանում գնահատված եւ պաշտպանված զինվորականները։ Պահեստազորի փոխգնդապետ
Գևորգ Տեր-Գևորգյանն ասաց, որ համազգեստ կրող մարդու նկատմամբ որևէ ոտնձգություն դատապարտելի է։ Ըստ նրա, այն, որ զինվորականների վրա ձեռք բարձրացնողներն իրենց անպատժելի են համարում, դա փաստ է, բայց որ Ավետիք Բուդաղյանը թույլ կողմ չէր, դա էլ է փաստ, նա պինդ ոգի ուներ։ Փաստորեն ըստ նախաքննական մարմնի Արտակ Բուդաղյանը մեղադրվում է Խաչատրյանների ընտանիքին սպառնալու համար։ Նախորդ դեպքում զինվորական բժիշկ Վահե Ավետյանը սպանվել էր ռեստորանում դաժան ծեծի հետևանքով։ Արցախյան պատերազմի ազատամարտիկ Կարեն Մելիք-Բեկյանն ու Պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Կարապետյանն անդրադառնալով այս երկու դեպքերին եւ պատասխանելով Ազատություն ռադիոկայանի հարցին ասացին. Եթե ինչ որ մեկը հանգարցակի կարող է մեկ ուրիշն էլ վաղը ձեռք բարձրացնի, ասենք սպայի վրա կամ ասենք այն մարդու վրա, որը որ այսօր ծառայում է հայոց բանակում, ձեռքը բարձրացնում ինքը Հայաստանի Հանրապետության ժողովրդի, Հայաստանի Հանրապետության նախագահի, որը որ գերագույն գլխավոր հրամանատարն է եւ պաշտպանության նախարարության վրա։ Վայ այդ կապած ես շատ մեծ ցավ եմ ապրում ու արդարացի մոտեցում է պետք դրան տալ։ Անզոհելա բանակի սպա բժիշկ։ Պաշտպանված են զինվորականները։ Ոչ, շատ հարցերում պաշտպանված չեն։ Ճիշտ ասենք, ունեն գումարներ ունեն, հարստություններ ունեն, այդ հարստությունները իրար մեջ լուծում են, էլի։ Ու այդ իրանք այդ հարստությունները կարան իրաց օրենքները առաջ քաշեն։ Դե մարզպետի սխալը այն էր սխալները, ինչ ինքը ուներ մի զորամաս բան մարտիկ զենք զինամթերք ուներ, ինքը իրավունք էր տալիս, որ ինչ պատասխան կրակ բացեր սխալ պետական անձնավորության վրա, որ գնդապետ էր, ինքը իրավունք չուներ։ Շատ են խոսում, սպայի պատիվը, ինքան է բարձր չի։ Կարանք մի հատ շոու արնենք, տես մենք մեր երկրում մեր սպաները, մեր զինվորները, բայց իրանք ոնց որ թե այն մասն են, որ ինչ իրանց վրա է կարեն կրակեն, ծեծեն, ջարդել